Առանց ստեղումների չոր աշունից հետո ըստ օդերութաբանների դեկտեմբերի առաջիկա օրերը հանրապետության մի շարք վայրերում, հատկապես լեռնային շրջաններում ձնախառն կլինեն։ Դեկտեմբերի 1-ի երեկոյան 8-ից Սյունիքի որոշ հատվածներում առաջին ձյունն է տեղացել։ Ձմռան առաջին օրը սկսված ստեղումները գրանցվել են Զանգեր-Գորհայք ճանապարհահատվածում եւ Մեղրու լեռնանցքում։ Նշված վայրերում վաղ առավոտից ձնամաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ են իրականացվում։ Լեռնանցքի Գագաթից 4 կիլոմետր աջ եւ ձախ դեպի Քաջանա-Երեմիաղի սպիտակացրել ճանապարհատվածը, իսկ լեռնային հատվածում մանավանդ Բարսադիր գոտում մոտավորապես 7 սանտիմետր ձյուն տեղացել։ Տղաները մշակել են աղավազով, ճանապարհը բացվել է, ճանապարհին ոչ մի երթևեկության հետ կապված խնդիրներ չի առաջադրվել, կազմ պատրաստ սպասել են մինչև առավոտ։ Զանգերի հատվածը ինքը բարձր լեռնային գոտի է, ունենք եւ քամիներ եւ ձյան հիմնական ջերմաշրջանի իջեցում ունենք այդ հատվածում, էլի։ Դրա համար էլ ինքը դժվար անցանելի է։ Հիմնական տեղումները սկսվում է կարելի ասել Զանգերի հատվածից։ Ճանապարհները մշակվել է, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի է եղել եւ այս պահին ճանապարհները բաց են։ Նոյեմբերի 15-ից են պատրաստվել ճանապարհաշինարարական ընկերությունները ձմռան դիմավորմանը։ Տեղումներ չեն եղել այս ընթացքում, աղու-ավազի տեխնիկայի պատրաստվածության խնդիր էլ չունեն։ Բայց ճանապարհների սպասարկումը միայն մաքրման աշխատանքներով չի կարող լիարժեք լինել։ Հարկավոր է հնարավոր խցանումներից ու վթարներից խուսափելու համար, հատկապես լեռնային բարձր ու բարդ ռելիեֆային գոտիներում բացառապես երթևեկել ձմեռային անվատողերով։ Սյունիքի ճանապարհահատվածներում հաճախ են մերկասառույց բուք խցանումներ լինում։ Հիմնականում Մեղրու լեռնանցքի եւ Զանգեր-Գորհայք կոչվող հատվածում են խնդիրներ առաջանում, հատկապես կցորդիչով մեքենաների համար։ Լեռնանցքը այո, իրականում իր բարդ ռելիեֆի պատճառով դժվար անցանելի է լինում, անգամ ամառը, երբ որ մենք գիտենք, որ Լեռնանցքի ճանապարհի երկայնական թեքությունները բավականին բարձր են։ Տեղ կա 12-13%, շրջադարձի շարավիղները շատ փոքր են, տեղ կա 7-8 մետր, իսկ մանավանդ ձմեռը այդպիսի պայմաններում երթևեկել օրինակ մաշված անվատողով կամ առանց շղթայի, ես մեծ ռիսկ եմ համարում եւ անգամ վտարների ու խցանումների գլխավոր պատճառն է դառնում։ Զանգերի եւ Լծենի հատվածում մեր բազաներում ունենք արդեն աղավազի խառնուրդի կուտակած պաշարներ եւ հիմնական մեր հիմնարկի բազայում այնտեղ հիմնական պաշարը այնտեղ այլ կուտակվում։ Պաշարները կուտակված է, տեխնիկաները պատրաստ ենք ձմեռվան էլի սպասարկմանը։ Լեռնային շրջաններում տեղումները գիշերային ժամերին ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով կլինի։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Դեկտեմբերի 2-ին ժամը 16:30-ի դրությամբ Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։